Բանը նայել եք мыслить как преступник. Criminal Minds. Ես այդ թեմատիկայով Lie to Me-ն եմ շատ սիրում, ինքը իմ համար դասական է։ Իսկ այնի հենց այդ բաժնի ու այդ տենց մասնագետների մասն ովքեր որ հոգեբաններ են, վարքաբանական, ստեղ Հայաստանում վարքաբանը մի քիչ մարքեթինգի ոլորտի մասնագետներ են։ Ես ինքս կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ եմ, էլի, կլինիկական ոլորտում։ Դրա համար ստեղ տարօրինակ էր, որ առաջին անգամ վարքաբանը կարդացի մարքեթինգի, էկոնոմիկայի կոնտեքստում, էլի։ Չէ, նորմալ է, բայց մասնագետ, որը հենց վարքաբան է, բայց փաստորեն ոնց որ դրանով զբաղվում է, էլի, հետաքրքիր էր։ Ողջույն, դուք նորից միացել եք Սևարքին եւ այսօր ունենք շատ հետաքրքիր զրույց, քանի որ մեր նախորդ հյուրերի վախերը բացահայտելուն զուգահեռ այսօր ունենալու ենք մասնագիտական հետաքրքիր զրույց եւ այսօր իմ հյուրն է Արման Բեգոյանը, հոգեբան, հոգեթերապևտ, իսկապես շատ հետաքրքիր զրույց եմ ակնկալում որ լինի, շատ շնորհակալ եմ Արման ջան հրավերս ընդունելու համար, ողջույն։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ եմ հույսով որ հետաքրքիր զրույց կստացվի։ Ինչպես նշեցի, ունենալու ենք շատ մասնագիտական զրույց, կուզեմ որ վախերի թեման բավականին բացենք, որովհետև մեր նախորդ թողարկումները ու ընդհանրապես այս թողարկումը ես ստեղծել եմ այն նպատակով, որ ցույց տանք մարդկանց անցած դժվար ճանապարհը, որովհետև միշտ նայում ենք մեդալի մի կողմ, մարդը հաջողակ է եւ վերջ։ Բայց փորձում ենք հիմա նայել այն հաջողակ մարդկանց հաջողությունների հակառակ կողմը, որտեղ նրանք անցել են բավականին դժվար ճանապարհով, հաղթահարել են դժվարություններ, կոմպլեքսներ, վախեր, կյանքի դժվար ուղի եւ այլն եւ այլն։ Եվ այսօր պիտի խնդրեմ, որ այս վախերը քիչ-քիչ փորձենք բացել, հա։ Սկսենք զրոյից, հա, ինչպես է հոգեբանը սկսում աշխատել նախ տագնապի հետ եւ ինչպես է տարբերակում վախից եւ այս երկուսի սահմանումից սկսենք ու շարունակենք քիչ-քիչ բացել մեր թեման։ Մի քիչ երկար ստացվեց։ Ну, ընդհանուր առմամբ թե տագնապը, թե վախը, թե խուճապը, թե անհանգստությունը, դրանք բոլորը մի սպեկտրի երևույթներ են, ու իրարից քիչ-քիչ փոքր-փոքր բաներով տարբերվող։ Տագնապը ոնց որ դրա կենտրոնականն է, դրա համար էլ օրինակ դրա հետ կապված այս բոլոր դրսևորումներով հանդերձ տագնապային խանգարումներ ենք ասում, ինքը ոնց որ կենտրոնական տեղում է տագնապը, ինքը էվոլյուցիոն մեխանիզմ է եւ իր բոլոր դրսևորումներով հանդերձ է թվում եւ վախով, անհանգստությամբ, ինքը էվոլյուցիայի ընթացքում ձևավորված պաշտպանական մեխանիզմ է, որը հիմնականում եթե շատ sense պարզեցնենք, որտեղ ուրիշ կերպ թերևս այսօր չի ստացվի, ինքը առաջանում է այն ժամանակ, երբ որ մեր ուղեղը որպես կոգնիտիվ համակարգ գնահատում է իրավիճակը կամ ազդակը որպես վտանգավոր, իսկ մեր ռեսուրսները ոչ բավարար դրա հախից գալու համար։ Այդ ժամանակ էլ մեզ մոտ առաջանում է, այսպես ասած, տագնապը բառից լայն իմաստով, իսկ շատ մանրամասն այդտեղ թե հոգեբանական, թե սոմատիկ ֆիզիկական դրսևորումներ կարող են լինել, որոնք իրականում մեզ պատրաստում են նրա համար, որպեսզի մենք պատրաստ լինենք, այդ անգլերեն ասած fight or flight response-ն է, կռվիր կամ փախիր, դա ուրիշ տարբերակներ էլ կան իհարկե, բայց այս ամենատարածվածն եմ ասում, իրականում այն ինչը մենք տագնապ ենք ասում, դա մեզ պաշտպանելու համար է։ Եվ երբ որ մենք լավ հասկանում ենք դրա նեյրոկենսաբանությունը, պատճառականությունը, էվոլյուցիոն տեսանկյունից իր պատճառները, շատ ավելի հասկանալի է դառնում դրա կառավարման կամ թերապիայի կամ հաղթահարման։ Ու հաղթահարումը պայմանականորեն, հա, այստեղ ոչ մի բան չունենք հաղթահարելու, ինչ որ հակառակորդ չի տագնապը, կառավարման եւ թերապիայի մեխանիզմները ու շատ ավելի տեսանելի ու հասկանալի են դառնում։ Հոգեբանը թե ինչից է սկսում աշխատանքը տագնապի հետ, սա մեծապես կախված է նրանից, թե հոգեբանը ինչ թերապևտիկ ուղղությամբ է աշխատում, որ ուղղությամբ, որ մեթոդաբանությամբ։ Ես ինքս կոգնիտիվ վարքաբանական թերապիայի շրջանակներում եմ աշխատում, այդտեղ եմ մասնագիտացած եւ կոգնիտիվ վարքաբանական թերապիայի կոնտեքստում շատ կարեւոր է նախ հասկանալ դրսևորումները։ Քանի որ շատերը կարող են այս հոգեբանական տերմինները չհասկանալ, գուցե մի փոքր բացատրենք ինչ է դա նշանակում։ Կոգնիտիվ վարքաբանական թերապիան մի քիչ շատ գնացինք մասնագիտական դաշտ։ Կոգնիտիվ վարքաբանական թերապիան իրականում այնպես չի, որ մեր հայ հանրությունը, հայալեզու կարդացողները, ունկնդիրները բավականին տեղեկացված են,
բայց մի փոքր կարող եմ բացել փակագծերը։ Կոգնիտիվ վարքաբանական թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը զարգացել է ԱՄՆ-ում 50-ականներից սկսած։ Դրա հիմնական հիմնադիրները, որոնք տարբեր ճանապարհներով եկել ոնց որ միավորել են իրենց մեթոդները, Ալբերտ Էլիսն են հոգեբան եւ հոգեբույժ Արմբեկը։ Հիմնական գաղափարը նա է, որ մեր հոգեբանական խնդիրները, հուզական խնդիրները հետևանք են նրա, թե ոնց է մեր ուղեղը, մեր կոգնիտիվ համակարգը գնահատում երևույթը։ Ես զայրանում եմ, ոչ թե որովհետև տվյալ իրավիճակը կամ գործողությունը անպայմանորեն զայրանալու բան է, այլ որովհետև ինչ որ կոնկրետ կերպով է իմ ուղեղը դա գնահատում, զայրանալու է համարում, իսկ մեր ուղեղը համարում է կամ գնահատում է այսպես կամ այնպես հիմնվելով մեր ունեցած երևույթին, իրավիճակին ռելևանտ դրա հետ կապ ունեցող խորքային համոզմունքների հիման վրա, որոնք որ ձևավորվում են վաղ տարիքից սկսած։ Կուզենամ նաև ձեր գրքերին անդրադարձանենք այսօր։ Դուք գրում եք, որ վախը մեր թշնամին չէ, այդ դեպքում ինչու են մարդիկ փորձում ամեն կերպ պայքարել իրենց վախերի դեմ, քանի որ վախերի եւ տագնապների մասին խոսեցինք, այդ սահմանը երբ են անցնում մարդիկ եւ մի քիչ գուցե էլի երկար ձևակերպեցի հարցս, բայց հնարավոր է, որ հոգեբանը երբ որ աշխատում է այդ վախերի հետ, իր մոտ էլ առաջանան վախեր։ Քանի որ մի քանի հարց կար փորձեմ մաս, հա, կապված սկսենք ձեր մտքից, որ վախը մեր թշնամին չէ։ Հա, միանշանակ վախը եւ ընդհանրապես տագնապային սպեկտրի բոլոր դրսևորումները մեզ պաշտպանելու համար են։ Մենք ինչի ենք ասում հաղթահարել, պայքարել, հաղթել, որովհետև սա ավելի շատ գալիս է երևի գեղարվեստական գրականությունից եւ կենցաղային բառապաշարից ու ընկալումից երևույթների, որը նորմալ է։ Մենք մշակութային տարբեր կոթողներում տեսնում ենք, կարդում ենք վախը նաև մարմնավորվում է, միստիֆիկացվում է, կերպարների տեսքով եւ այլն, ներքին ինչ որ դևեր եւ այլն, պայքարել դրանց հետ, տենց ավելի հասկանալի է ու նորմալ է, որ մարդկությունը այդ լեզուն է օգտագործել։ Պատկերավոր լեզու է, մի քիչ ոնց որ օբյեկտիվացման համար, այսինքն կոներսից հանելու, հասկանալու, տեսնել, հասկանալու համար, այս ինչա ինչի հետ գործ ունենք, հա։ Համենայն դեպս այդ ոնց որ օրինաչափ է, բայց թշնամի չի, որտեղ դա պաշտպանական մեխանիզմ է։ Պետք է հասկանալ ինչի է մեր ուղեղը, այս կամ այն իրավիճակը մեզ համար այդքան վտանգավոր համարում եւ ինչի է մեր ուղեղը համարում մեր ռեսուրսները ոչ բավարար դա հաղթահարելու, դրան դիմակայելու համար։ Դրա համար այստեղ այդ աշխատանքը աբսոլյուտ կապ չունի պայքարի հետ։ Պայքարելու բան չկա, այլ հակառակը, երբ որ մենք սկսում ենք ընկալել մեր հոգեկանին բնորոշ երևույթները որպես ինչ-որ օտար մի բան, ուրիշ տեղից եկած մեզ կպած մի բան, որ հետ պետք է կռվել պայքարել, մենք սխալ ճանապարհի վրա ենք կանգնում, այդտեղ պայքարելու կռվելու բան չկա։ Դա սոմատիկ կամ ֆիզիկական հիվանդությունների տրամաբանությամբ աշխատող բան չի։ Ինչ-որ ուրիշ տեղից եկած կպած բան չի, դա մեր ուղեղի կամ հոգեկանի կամ օրգանիզմի, եթե ավելի հոլիստիկ նայենք, ընդհանուր առանձնահատկությունն է, որը ինչ որ պատճառով շեշտադրվել է կամ խանգարվել է, որին պետք է ուղղակի վերադարձնել այդ իր նորմային, էլի։ Իր տեղը բերել օրգանիզմում, հա։ Ահա, տեղը ցույց տալի, իր տեղը ցույց տալ։ Իսկ քանի որ նաև մասնագիտական տեսանկյունից խոսեցինք, հնարավոր է հոգեբանը աշխատի վախերի կամ մարդու տագնապների հետ, երբ որ ինքը անձամբ բնականաբար մարդ է, ունի տարբեր զգացմունքներ եւ կարող է ինքն էլ ունենալ տվյալ պահին որոշակի տագնապներ այլ թեմաներով կամ գուցե նույն թեմայով։ Իհարկե հնարավոր է, ընդհանրապես այդ մոտեցումը, որ ասում են, հա, տարածված մի հատ միմ կար, որ ասում է, նույն տեքստային, որ ասում է երջանկության, ընտանեկան երջանկության մասին գիրք գրողը մահացավ միայնության մեջ, չգիտեմ ինչ անողը, այսպես եղավ, հասկանում եմ, այդ մի քիչ ոնց որ վստահություն չի ներշնչում, բայց պետք է հասկանալ, որ թերապիան կամ հոգեբանի աշխատանքը ինքը չի ենթադրում անպայման, որ դու պետք է այդ մասով պետք է ամեն ինչ քո մոտ սուպեր լինի, որտեվ հակառակ դեպքում կարելի ասել դե ոնց կարա հոգեբանը ասենք օգնի կլինիկական դեպրեսիայով այցելուն, եթե ինքը երբեք չի ունեցել դեպրեսիա, ոնց կարա հոգեբույժը օգնի շիզոֆրենիայով պացիենտին, եթե ինքը շիզոֆրենիա չի ունեցել, սենց որ ասում եմ աբսուրդ է, չէ՞ հնչում։ Սա դրա համար իհարկե հնարավոր է, որովհետև հոգեբանը նույնպես մարդ է եւ այդ երևույթները նաեւ նորմայի եւ պաթոլոգիայի սահմանագծում կարան լինեն,
այստեղ կարևոր ինքը իր աշխատանքը կարողանում է տարանջատել իր խնդիրներից, արդյոք ինքը իր անձնական թերապիան այդ մասով անցնում է թե չէ, աշխատում է դրա հետ թե չէ։ Իսկ նենց իհարկե կարան լինեն, ասենք հատկապես եթե թերապևտը կամ հոգեբանը տագնապային են իրանց տեսակով, ոնց որ ես եմ օրինակ, իմ գրքերից մեկում տագնապամարիչում դրա մասին գրում եմ ես։ Կարող են իհարկե ինչ որ բաներ կարող են լինել, որ անձնապես ոնց որ քո հետ էլ առնչվեն ու քո մի քիչ sense այդ բան անցնի, դու դրա մասին մտածես, կամ ինչ որ չափով քեզ էլ sense հիշես քո օբսեսիվ կոմպուլսիվ ինչ որ բան։ Այտենց իհարկե հնարավոր է։ Իսկ դա հնարավոր է օգնի կամ խանգարի, լավ ինչ որ մի պահի խորհուրդներ տալիս կամ աշխատելու ընթացքում։ Ենթադրում եմ, կարող սխալվեմ, հա, ոնց որտեվ առաջին հերթին միևնույն է սեփական կլինիկական փորձից էս փորձում հասկանալ, հետո գոլեգաների, ենթադրում եմ օգնելուց բացի դժվար խանգարի, որովհետև ոնց որ երբ որ քո մաշկի վրա ինչ որ բան զգում ես, մի փոքր, սա պարտադիր պայման չի, որ հոգեբանն ինքը իր փորձառություն ունենա, որ դիմացինին կարողանա օգնի, որտեղ դրա համար կա մասնագիտական կրթություն, երկար տանջալից եւ տառապալից, դրա համար Ձեր դեպքում բավական երկար։ Ինձ թվում է հիմա ցանկացած մասնագիտության դեպքում այդ կրթությունը անդադար Անընդհատ, այո։ կամ ցանկալի է գոնել լինի։ Դե հատկապես AI-ի հայտնաբերումից հետո գոնե։ So դրա համար, so կարող ավելի շատ օգնի, քան խանգարի։ Ինչի համար եմ հարցնում, որովհետև հայ հասարակության մեջ շատ-շատերին գիտեմ, որ հոգեբանի դիմելուց առաջ շատ հետաքրքրվում են ում են դիմում, այդ մարդը իր կյանքում ինչ խնդիրներ է ունեցել։ Իր կյանքում ով է։ Հա, այսպես գուցե շատ զվարճալի է կողքից հնչում, բայց շատերին եմ լսել, որ իրենք շատ հետաքրքրվում են այն մարդիկ, որոնք կարծում են, որ իրենք հոգեբանի կարիք ունեն, բավականին շատ հետաքրքրվում են, բայց մյուս տեսանկյունից էլ բնականաբար հոգեբանը մարդ է եւ ինքն էլ ունի իր զգացմունքները եւ վախերը ունենալը նորմալ է։ Ուզում եմ հնչեցնենք այդ միտքը, որովհետեւ մարդկանց համար նորմալ է։ Հիմա օրինակ շատ հանդիպում է, որ օրինակ ենթադրենք մարդը ունի քաշի խնդիր, դառնում է սննդաբան, հա, ու այսպես կան մասնագիտություններ, որոնք իրենց անձնական խնդիրը լուծելու համար ընտրում են այդ մասնագիտություն։ Ձեր դեպքում հոգեբանություն գնալը, ինչ որոշմամբ էր պայմանավորված, նաև գիտեմ, որ իրավաբանական հոգեբանության ոլորտում եք ավելի մասնագիտացված։ Մասնագիտացված, ոչ թե մասնագիտացված, այլ իմ բազային կրթության ոնց որ major հայերեն չգիտեմ ոնց ասեմ, հիմնական ուղղություններից մեկը եղել է իրավաբանական հոգեբանությունը, շատ ավելի կոնկրետ քրեահոգեբանությունը, իսկ շատ ավելի կոնկրետ հանցագործի անձիս կայացման հոգեբանությունը, սոցիալական դիրքորոշումների քրեականացման կամ կրիմինալիզացիայի հոգեբանությունը։ Ինձ թվում է, ես չեմ կարող բացատրել ոնց է եղել, բայց գիտակցված մոտեցում, որ գնամ հոգեբանություն սովորեմ, որ իմ խնդիրները լուծեմ, չեմ հիշում։ Գուցե եղել է։ Ես 18 տարիների ընթացքում ունեցել եմ այցելուներ, չեմ կարող ասել որքան, բայց կան այցելուներ, ովքեր որ մեր աշխատանքից հետո կամ ընթացքում գնացել են ու սովորել են հոգեբանություն, հետո իրենք են դարձել հոգեբան։ Երևույթը ընդհանուր առմամբ շատ նորմալ է, բայց իմ ընտրության մասով մի քիչ կդժվարանամ, որտեղ երկար ժամանակ դեռ տարիքում ես ուզում էի փաստաբան դառնալ, այսինքն գնայի իրավաբանական կրթություն ստանայի, փաստաբան դառնայի, նույնիսկ զինվորական ծառայության ժամանակ ես հիշում եմ, որ տենց իրավաբանությունից գրքեր էի կարդում, ինչ որ քրեական օրենսգիրք էի կարդում, մեր Վաշտի հրամանատարը ռուսական զորքերում է ծառայել, Վաշտի հրամանատարը իրավաբանական կրթություն էր ստանում զուգահեռ ու իր գրքերը վերցնում, խնդրում կարդում էի։ Տենց ու հետո երբ որ ես ավարտեցի, իրականում երևի ես հոգեբան չէի դառնա, եթե հնարավորություն ունենայի այդ ժամանակ ֆինանսական միջոցներ ունենայի ու գնայի սովորելու իրավաբանություն, հավանաբար չէի դառնա, որտեվ այդ պահին արդեն ընտրություն մտածում էի հոգեբան դառնամ թե իրավաբան, ու այստեղ ֆինանսական միջոցների առկայությունը, բացակայությունը ոնց որ որոշեցին փորձել նախ ոնց որ այն ինչը ավելի հասանելի է ու երևի լավ էր, որ այդպես էր, որտեվ ես շատ սիրում եմ մասնագիտությունը իր դժվարություններով հանդերձ,
Նայած չի որ ամեն օր ես այնց ժամը 6-ին արթնանում եմ ասում ուխ ես գործի եմ բայց իսկապես շատ սիրում եմ որովհետև այն մասնագիտություններից է որ անհնար է առանց սիրելու աշխատել երկար ժամանակ Ես գիտեմ, որ հոգեբանները չեն կարողանում, այսինքն հակառակը կարողանում են բաց թողնել իրենց պացիենտների խնդիրները, որ իրենց հետ չնույնացվի ու իրենք չապրեն այդ ծանր զգացողություններով։ Իրանց վրա չազդի էսպես Հա, չազդի, իրենց վրա չվերցնեն հոգեբանորեն, հա, հոգեբանական տեսանկյունից, դա որքան բարդ է տրվում ձեզ։ Տեսեք չեմ կարող չափել։ Ես կարող եմ ասել ինչն է օգնում ու ոնց է լինում։ Ես կարող եմ ասել, որ նախ եւ առաջ բնականաբար մասնագիտական կրթությունը այն կարևոր բան է, էլի, որ ինչ ենք այդքան ասում, որ ակադեմիական կրթությունն է պետք հոգեբան լինելու համար։ Եվ ցանկալի է, որ բակալավրն էլ լինի հոգեբանությունից։ Ամենայն հարգանքով բոլոր այն մասնագետներին, ովքեր շատ լավ մասնագետներ են, բայց իրանց բակալավրը ուրիշ ոլորտից է, սա ոնց որ համահավասարեցնող բան չեմ ասում, էլի, ուղղակի որպես երևույթ։ Շատ կարևոր է նախ որտեղ կրթության ողջ ընթացքում դու անընդհատ դրա մասին լսում ես, դու անընդհատ դրա հետ կապված գիտելիք ես ստանում, փորձի մասով մի քիչ դժվար եմ ասեմ, բայց դա այն է, ինչը անընդհատ քո մտքում է։ Աշխատանքի ընթացքում, քանի որ ակտիվ ունկնդրումը հիմնական գործիքներից մեկն է, երբ որ թերապևտիկ process-ում, հա, մասնագետը աշխատում է, ակտիվ ունկնդրումը դա ուղղակի sense լսելը չի, վայ, ինչ վատ է որ այդպես է։ Հոգեբանը երբ որ լսում է, ինքը ուղղակի չի լսում, այն միմինիման, հա, որ ասում է հոգեբանը նստում է, գլուխը տպտմբացնում է, ասում է «Пусть ваши тревоги в лес уносят единороги». Вас պերտիշ։ Դրա նման չի, հոգեբանը երբ որ լսում է, այդ պահին զուգահեռ ինքը մի քանի կոգնիտիվ խնդիրներ է լուծում։ Փորձում է նախ համենայն դեպս առաջին իսկ պահերից սկսած գնահատում իրականացնել, թեկուզ ոչ ֆորմալ, թեկուզ ոչ ստրուկտուրավորված, գլխում խնդիրներից մեկը, այսինչ խնդիր է, գնահատում/դիագնոստիկա։ Դրան զուգահեռ փորձում է հասկանալ այցելուին այս պահին ինչ կարիքներ ունի, ինչ հայցով է եկել, ուղիղ նաև հարցնելով։ Ու ինքը կոմպետենտ է դրան, թե չէ։ Դրան զուգահեռ փորձում է հասկանալ, լավ, օքեյ, մոտավորապես ինչ խնդիր կարա լինի, ինչ հարցեր ես կարող եմ տալ, որ կողմ կարող են գնալ։ Դրան զուգահեռ փորձում է հասկանալ, թե լավ, ինչ կարելի է հենց այսօր արդեն այցելուին տալ, որ ինքը ինչ որ չափով իրան մի քիչ պաշտպանված զգա խնդրի շրջանակներում ու այսօրվանից իսկ սկսի աշխատել իր խնդրի հետ։ Այսինքն, սրանով չենք սահմանափակվում, բայց նվազագույնը 3, 4 եւ ավել զուգահեռ կոգնիտիվ խնդիրներ է հոգեբանը լուծում։ Սա մեծապես իրան հեռացնում է հուզական ներգրավվածությունից։ Եվ հոգեբանը աշխատանքի ընթացքում էլ սովորում է նույն Ալբերտ Էլիսի ասած կոգնիտիվ ապրոմակցմանը, ոչ թե էմոցիոնալ ապրոմակցմանը, որին բոլորս էլ ունակ ենք, հիմնականում, որը նաև ունի կենսաբանական հիմքեր, այդ հայլային նեյրոններ ասվածը, տեսությունը կարծեմ ապացուցված է, թե չեմ հիշում, բայց ինչևէ, այդ կոգնիտիվ ապրոմակցումը, երբ որ պարտադիր չի դու քո ներսում ամբողջությամբ ու խորությամբ է ցավը ապրես, բայց դու որպես մարդ էակ հասկանում ես դիմացինի ցավը ու քեզ համար դա ցավալի է, որ այս մարդը ամեն ինչի միջով անցել է, բայց քո աշխատանքը ու կոնցենտրացիան կենտրոնացում իրան օգնելու, այտենց ընդհանուր անվանենք օգնելու, օգնում է չէմոցիոնալ տեսանկյունից չներգրավել դրա մեջ։ Բայց բնականաբար ենթադրում եմ, իմ դեպքում այդպես է, ենթադրում եմ գոլեգաների դեպքում էլ միշտ կան մեզ համար մենք ունենք թույլ կետեր, ինչ որ աքիլեսյան գարշապար յուրաքանչյուրս ունենք, թեմաներ, խնդիրներ, որոնց հետ կապված մենք շատ զգայուն ենք ու մեզ դժվար է լինում։ Որոնք են այդ թեմաները։ Շատ տարբեր կարան լինեն, հա, շատ տարբեր կարան լինեն, տարբեր մարդկանց դեպքում տարբեր թեմաներ կարան լինեն, հա, ինչ որ մեկի համար դա, ասենք, երեխաների ցավն ու խնդիրն է, մանկական տրավմաներ, երբ որ գալիս են իրենց մոտ երեխաներ կամ թեկուզ չափահասի է մանկական տրավմա, բռնությունները, սեռական, ֆիզիկական, ինչ որ մեկի համար կարա լինի, ասենք, ընտանիքի անդամի ինչ որ խնդիրը, դրա համար ենթադրում եմ բոլոր մասնագետները ինչ որ այդպեսի այտենց աքիլեսյան գարշապար ունեն, որը մի քիչ իրենց շատ ավելի, որի նկատմամբ շատ ավելի սենզիտիվ են, զգայուն են ու որոշ դեպքերում կարա հա դժվար լինի իրենց աշխատելը, բայց նորմալ է։ Մենք երբ որ խոսում ենք հոգեբանի կոմպետենտության մասին, դա
այն պլանկանա, որին ձգտում ենք կամ որը ձգտում ենք միշտ պահել։ Ասել, որ հոգեբանը տենց սուպեր պրոֆեսիոնալ է, որը երբեք ոչ մի սխալ չի անում, երբեք ոչ մի բան իրան չի խոցում, չկա տենց բան։ Դա սուտ կլինի։ Մեր հասարակությունում կարծում եմ բավական տենդենց կա հոգեբաններին դիմելու, հասկանալու, որ հոգեբանի անհրաժեշտություն կա, բայց ինչպես կգնահատեք նաև ձեր փորձից, հա, ինչ վախեր ունեն այսօր մարդիկ հոգեբանի դիմելու համար եւ ինչ տենդենց կա, հա, տարեց տարի ինչ է փոխվում մեր հասարակությունում այս առումով։ Սել եմ աշխատել 2008 թվականից ամբողջ դրույքով սկսել եմ աշխատել ու շատ մեծ փոփոխություն կա։ Ու ես միշտ ասում եմ, որ մարդիկ հարցնում են, կլինի ֆորմալ թե ոչ ֆորմալ ինչ որ զրույցներում, բայց դիմում են կամ բան չի, բայց Հայաստանում կամ ասենք արտերկրում հայրը ասում են, Հայաստանում հոգեբանի դիմում են։ Իհարկե դիմում են։ Դիմելիությունը ես ձեզ ասեմ աբսոլյուտնա չի զիջում դիմելության աստիճանը, ասենք այն երկրներին, որոնք համարում են զարգացած առողջապահությամբ երկրներ, ասենք Գերմանիա կամ բան։ Նույնիսկ դիմելությունը հասանելիության նաև պատճառով շատ ավելի շատ է, քան այդ նույն իմ ասած երկրներում։ Հայաստանում ավելի հասանելի են հոգեբանի ծառայությունները։ Հասանելի նկատի ունեմ եւ գումարային արժեքային, չնայած բոլոր երկրներում է դա թանկ։ Եվ մասնագետի հասանելիության, որտեվ զարգացած առողջապահությամբ երկրներում դու կարող ես ունենալ գումար ինչքան ուզում ես, բայց դու չկարողանաս մասնագետը հասանելի չլինի քեզ համար։ Դու կարողանաս լավագույն դեպքում 2 ամիս հետո իր մոտ ունենաս հանդիպում կամ ամիսը 1 կարողանաս իրան տեսնել, հա։ So Հայաստանում շատ բարձր է դիմելությունը, դա շատ լավ է։ Կարծում եմ այստեղ ոնց որ մեծ ոնց էին ասում, տենց շրջադարձային, հա, բեկումնային եղավ 2020 թվականը, պատերազմով պայմանավորված, ցավոք պատերազմով պայմանավորված, բայց այդ ժամանակ բեկումնային եղավ, որովհետև գրեթե բոլոր պրակտիկ հոգեբանները, ես էլ, իմ գոլեգաներն էլ, գրեթե բոլորում որ ճանաչում եմ, այդ 44 օրերի եւ ավել ընթացքում վոլոնտորական աշխատանք էին իրականացնում, աշխատելով պատերազմից տուժած թե զինվորականների եւ թե քաղաքացիական բնակչության հետ, երեխաների, ով տարեցների, ով հիվանդանոցներում, ով առանձին ինչ որ կացարաններում, դա նպաստեց դիմելության աճին հետագայում, համ խնդրով պայմանավորված, որ ցավոք էլի, հա, մենք ունեցանք տրավմայով ու ստրեսով պայմանավորված խանգարումների մեծ աճ, խանգարումներով անձանց թվի աճ, եւ նաեւ ոնց որ իրազեկվածությունը բարձրացավ, մարդիկ գործնականում տեսան, շփվեցին հոգեբանների հետ, տեսան դա ինչա, հասկացան թերապիան ինչա, տեսան դրա օգտակարությունը, հասկացան դրա կապը բժշկության հետ, ընդհանուր ֆիզիկական առողջության հետ, դա նույնպես մեծապես նպաստեց։ Ինձ թվում է հիմա մենք իսկապես պոստ-տրավմատիկ շրջանում ենք 20 թվականի պատերազմի Արցախը կորցնելուց հետո, այդ ժամանակահատվածում ձեզ համար որքան դժվար էր աշխատել մարդու վախերի հետ, ոչ թե այն տեսանկյունից, թե ինչ կարող է լինել, այլ այն տեսանկյունից, որ այդ տրավման արդեն պատահել է մարդու հետ։ Մի քիչ կդժվարանամ գնահատական տալ, թե որքան դժվար էր, բայց մի փոքր նյուանս ասեմ, որ այդ փուլում, այդ պատերազմի այդ սկզբում, այդ սկզբնական փուլում մոտակա տարին կամ նույնիսկ ավել, ու հատկապես հենց ամենասկզբում, երբ որ ասենք մարտի դաշտից մարդիկ էին գալիս որոշակի խնդիրներով, այդ ժամանակ մենք խոսքը գնում է անհապաղ էքստրեմի ոնց որ հոգեբանական աջակցության մասին, բայց մի հատ բարկար չեմ կարող հիշեմ իմ հայերենով 1000-ներով անհետաձգելի գուցե, դա թերապիա չի, դա անհետաձգելի հոգեբանական աջակցությունն է, որը շատ տարբերվում է, հատկապես որ ստիպված էինք լինում շատ ժամանակ այդ privacy ասած անգլերեն, հա, հնարավոր չէր ապահովել, երբ որ հիվանդանոցում, ասենք, մեկ սենյակում ենթադրենք 3-6 հոգի մարդ կա պլյուս իրանց բարեկամները։ Դրա համար այդ մի քիչ ուրիշ էր, այդ առումով դա շատ ավելի դժվար է,
շատ ավելի դժվար է մասնագետի համար, քան երբ որ դու քո գրասենյակում տենց նստած ես քո Հանգիստ, բազմոցին կոմֆորտի կամ մեջ։ բասկաթոռին, քո դիմաց մեկ այցելու է, դուք այդպես, աշխատանքը դժվար է, բայց ամենայն դեպս շատ ավելի կոմֆորտ է, թե քեզ համար, թե այցելուի համար, պլյուս իհարկե այցելուների կամ պացիենտների հոգեկան վիճակը, սուր ստրեսը, շոկը եւ այլն։ Քանի որ գաղտնիությունից խոսեցիք, ես պատկերացնում եմ ինչ ծանր շրջան եք ապրել 20 թվականին, թույլ կտամ նաև ասել իմ փորձառությունը այդ օրերին նաև որպես լրագրող եմ աշխատել լուսաբանել ու պատկերացնում եմ թե ինչեր եք տեսել, որովհետև ես ինքս պատրաստ չէի որպես լրագրող տեսնել տղաներին այրվածքաբանականում կամ շատ ավելի այլ վիճակներում մարդկանց տարբեր ու պատկերացնում եմ նաև դա հոգեբանի համար որքան ծանր շրջան ու ծանր աշխատանք է եղել այդ շրջանում գաղտնիությունից քանի որ խոսեցիք այսօր շատ-շատերը իրենց անձնական տվյալները, իրենց պատմությունը պահելու, պահպանելու խնդիր ունեն։ Ես գիտեմ, որ ձեզ մոտ մարդիկ այնպես են մտնում եւ դուրս գալիս, որ մեկը մյուսին նախ չի տեսնում եւ բավական լուրջ եք վերաբերվում այդ հարցին։ Կուզեմ նաեւ ձեր մոտեցումը անձամբ ներկայացնեք, թե ոնց է կարողանում մարդկանց գաղտնիությունը պահել, մարդկանց անձնական տվյալները, որովհետեւ կարծում եմ նաեւ մարդկանց վախը գալիս է նաեւ նրանից, որ Հայաստանը փոքր է, բոլորը գրեթե իրար ճանաչում են, նաև դրանով է, չէ, պայմանավորված կարծում եմ։ Դիմելուց այդ հարցը կար, դուք ասացիք ինչ վախեր ունեն դիմելիս, թերևս երևի այսպես ասած կարևոր, երևի top 5-ում, երևի վախերից մեկը դա է հենց, ամենատարբեր պատճառներով հասկանալի է, թե ինչի են մարդիկ վախենում, որովհետև ցավոք այդ անձնական տվյալների գաղտնիությունը շատ հարցերում կարա հեշտությամբ խոցվի։ Մենք տեսնում ենք, հարցը առողջապահական մենակ ոլորտը չի, կամ գուցե դա չի, այլ մենք կարող ենք տեսնել բանկային գաղտնիքի, բանկային տվյալների, հեռախոսային տվյալ, տեսնում ենք ինչքան մեքենայություններ են անում դրա պատճառով, ինչքան մարդկանցից գումար են շորթում եւ այլն։ Դες առումով ցավոք իրականությունը այդքան էլ այնպես ինչպիսին որ կուզենայինք ես գոլեգաներս բոլոր կոմպետենտ մասնագետները բոլորն էլ փորձում են հնարավորինս դա ապահովել ինչպես եմ ես դա անում հրացեք նախ փորձում եմ երկար ժամանակ հնարավոր չէր Հայաստանում մի քիչ դժվար է Երևանում այդպիսի տարածք գտնել բայց փորձեցի գտնել տարածք որը ուներ երկու մուտք ու այդ ոնց որ տարբեր կողմերից են էլի այդ շենքի մուտք մի կողմից մտնում են շենքի հակառակ կողմից դուրս են գալիս այնպես որ այցելուները նույնիսկ եթե հանկարծ ինչ որ մեկը մի քիչ շուտ գա այտենց մի քիչ արանք կա որ ես մի քիչ այտենց ուշքի գամ պատրաստվել չավի շատ ոնց որ մտքերս այտենց խաղաղվեն միջև մյուս սեսիան որպեսզի չտեսնեն իրար նույնիսկ եթե մի քիչ շուտ գան մյուսը նա որ կոնկրետ հենց իմ գրասենյակի մասով ոչ մի ցուցանակ չկա եւ ես հատուկ այնպես եմ արել որ մենակ իմ գրասենյակը լինի 11 թվականին 2011 թվականին ես հիմնեցի Հիլֆման հոգեբանական ծառայությունը ու սկզբում աշխատանքի ֆորմատ այդ կենտրոնի լրիվ ուրիշ ձև էր եւ վերջնականապես վերափոխեցին 21 թվին որովհետեւ շատ դժվար է ապահովել այդ գաղտնիությունը երբ որ կենտրոն է կան ինչ որ ձևեր որտեվ գոլեգաներ ունեմ ովքեր հիմնել են եւ բարեհաջող կերպով շատ արդյունավետ կերպով իրականացնում են աշխատանքներ ինչ որ պահի ես ուղղակի մտածեցի որ ինձ համար այդպես ավելի ինքս ինձ համար ավելի հարմար եմ գտնում որտեվ երբ որ կենտրոնի ֆորմատում մի քիչ դժվար է համենայն դեպս как минимум այնտեղ աշխատող ոչ թերապևտներ կան ովքեր տեսնում են գիտեն սպասասրահ որտեղ կան մարդիկ իրար հանդիպեն տեսեք ընդհանուր առմամբ ես ինքս որպես այցելու խնդիր չունեմ դրա հետ ու լիքը մարդիկ խնդիր չունեն դրա հետ բայց կան մարդիկ ովքեր շատ զգայուն են այդ թեմաներով քիչ տոկոս են կազմում
ես մտածեցի, որոշեցի, որ ես ուզում եմ նաև այդ մարդկանց հնարավորինս Հասանելի դառնամ, որովհետեւ ճիշտ կամ սխալի բան չկա։ Ուղղակի ինձ համար այդ ֆորմատը ընդունելի դարձավ ինչ որ պայից սկսած։ Այդ կերպ եմ փորձում անել ու գրասենյակը սենդենս տեղա, որ դժվար է ենթադրել։ Ու իհարկե որ շատ ուզենալ կարելի է իմանալ, հա, բայց այդ ամեն ինչ կարելի է իմանալ, եթե շատ ուզենալ։ Մյուսը որ նշումներ ոնց որ շատ մասնագետներ ու հատկապես իմ ուղղության շրջանակներում աշխատող ես նշումներ եմ անում, բայց այդ նշումները ես հատուկ անում եմ նախ ձեռքով, ձեռագիր, որը մեկ-մեկ ինքս էլ չեմ կարող կարդամ, ու աշխատանքը ավարտելուց 6 ամիս անց սովորաբար դրանք ուտիլիզացնում եմ։ Այդ կերպ եմ փորձում։ Վախերը նաև հիմնված են փորձառության վրա ցավոք, փորձառության, բայց ավելի շատ ոչ թե հոգեբանների հետ կապված, այլ բժշկական ոլորտի աշխատակիցների։ Մենք գիտենք, որ որոշ, բոլորը չէ, որոշ բժիշկներ կամ բժշկական ոլորտի աշխատակիցներ քննարկում են պացիենտներին, ու մարդիկ բնականաբար մտածում են, որ հոգեբաններն էլ են տենց անում։ Իսկ չեն անում։ Չեն անում։ Ես չեմ կարող բոլորի համար ասեմ, բայց ես 99 եւ 99% համոզված եմ, որ ոչ մի մասնագետ նման բան չի անի։ Երկու պատճառով, որտեվ համենայն դեպս դա դժվար չի պրոստը ապրել քո կյանքը եւ չքննարկել այցելուներին։ Դա դժվար չի մտնել գրասենյակ, աշխատել դուրս գալ եւ մոռանալ вообще աշխատանքի մասին։ Դժվար չի, իսկապես դժվար։ Եվ գնալ գիրք գրել։ Հա, կամ ասենք գնալ մոտո քշելի վերջո։ Եվ երկրորդն էլ ոչ մի նույնիսկ դրա մասին երևի դրան հերթել չի հասնում, բայց եթե նույնիսկ ապա ոչ մի մասնագետ ինքն իր ձեռքով իրան չի վնասի։ Ու հա, մյուս ձևն էլ օրինակ, որ ես ու շատ գոլեգաներ անում ենք, դա այդ հոգեբանական պայմանագիրն է, այդպես են անվանում։ Դա փաստաթուղթային դեպքում մի էջանոց, որտեղ այդ կետերը կա նշած, որտեղ կա իմ ստորագրությունը, որտեղ կա կենտրոնի կնիքը, որը նաև այցելուի հանգստության համար ես ամենասկզբից տրամադրում եմ, որտեղ նշված է գաղտնիության մասին եւ որ դա հնարավոր է խախտել միայն այցելուի թույլտվությամբ, դատարանի որոշմամբ եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում, ասենք ինչ որ քննչական ինչ որ գործողություններ են եւ այլն, բայց դա համենայն դեպս իմ 18 տարվա պրակտիկայի ընթացքում մի անգամ ա եղել, որ այցելուի հետ կապված ինձ հրավիրել են ոստիկանություն, բայց այդտեղ գաղտնիության հետ կապված խնդիր չենք ունեցել, դրան չի հասել։ Իսկ հիշում եք ձեր առաջին այցելուին, երբ որ մարդը վստահել է ձեզ իր ամենախոցելի կողմերը։ Հոգեբանի համար ինչ որ պահի դա դառնում է առօրյա, երբ որ անծանոթ մարդուն քեզ, այսինքն ինձ, այսինքն վստահում է իր ամենակարևոր խնդիրը։ Դառնում է դա ոնց որ առօրյական, բայց մի պահ որ մտածում ես դրա մասին, այդ շատ մեծ պատասխանատվություն է, առանց պաթոսի։ Մեծ պատասխանատվություն է հենց ինչ եմ ասում առանց պաթոսի, որտեղ այդ պատասխանատվությունն է, որը իրավունքներ չի բերում իր հետ։ Մենք գիտենք, որ սովորաբար, հա, ոնց է, պատասխանատվությունը միշտ զուգահեռ իրավունք է քեզ տալիս։ Պատասխանատվություն, այ դու պատասխանատու ես ինչ բանի համար, որպես ղեկավար, բայց ունես իրավունքներ, իրանց, չգիտեմ, այնտեղ աշխատավարձից ինչ որ տույժեր բան անես կամ ինչ որ ուրիշ ձևով իրանց ստիպել որ իրանք աշխատեն, հա։ Չգիտեմ, երևի սխալ պատկերացում ունեմ ղեկավար բանի մասին, հա, բայց այսինքն պատասխանատվությունն է, որը իրավունքներ իր հետ չի բերում։ Դրա համար դրա մասին, ցավոք ոչ այդքան հաճախ եմ ես մտածում, տենց նստում մտածում։ Իհարկե դա իմ մասնագիտական աշխատանքի վրա որևէ կերպ բացասաբար չի անդրադառնում, բայց կարծում եմ ավելի հաճախ մտածելը ավելի կօգներ երևի, հա, ցենց հիմա էլս խոսում ու մտածում եմ։ Սա ինչևէ, հա։ Բայց առաջին այցելուին իհարկե իմ համար այդ հիշում եմ այդ ժամանակ ես առաջին այցելուն միջև իմ full time աշխատելն ա եղել։ Ես ավարտական կուրսերում էի
ու այդ ընթացքում աշխատելու ընթացքում ոնց որ պարտավոր է էլի մասնագետ չես ոնց որ դեռ ավարտական կուրսում ես, պետք է անպայման բնականաբար տեղեկացնես ու բնականաբար ես տեղեկացնում եմ, որ ես դեռ սովորում եմ ու ամենաառաջին այցելուն ինչքան էլ որ կարող տարօրինակ չի առցանց այցելու էր այն ժամանակ դեռ Skype-ի համար նույնիսկ բավարար արագություններ չուներ ինտերնետը կար դեռ ICQ այդպես միլենիալները հիշեցին բոլոր ցավոտ ժամանակները dial-up-ով են ձեներով որ կպնում էր ինտերնետին բայց ինչ խնդրիով էր խնդիրը այստեղ էական չի ինչ խնդրով էր այնուամենայնիվ նույնիսկ դա չեք բարձրաձայնում ոնց հասկանում եմ կարծում եմ բան չի փոխի դա հիմա մեր խոսակցության մեջ եւ ուղղակի ըմբաստենց ինքն իրանով փաստը շատ ոգևորիչ էր ոգևորիչ է երբ որ անծանոթ մարդ քեզ վստահում է բնականաբար սկզբնական փուլում ցանկացած մասնագետ հետագայում էլ սխալներ գործում է ինչ որ բաց թողումներ ունենում է սուտ կլինի եթե ինչ որ մեկը թեկուզ երկրորդ տարիների փորձով ասի որ ինքը էլ չի սխալվում ինչ որ բաց թողումներ չի ունենում ու համոզված եմ ցանկացած կոմպետենտ մասնագետ տենց չի էլ ասի տենց հիշում ես հետո համոզում ես ես կարող ինքս իսկ չվստահի ժամանակ ու շատ ու այցելուների հետ կապված աշխատանքում մի հատ շատ կարևոր բան էլ կա մասնագիտական ամենալավ կրթությունն էլ պատրաստվածությունն էլ միևնույնն է կլինիկական փորձի միջոցով ամբողջականանում դրա համար օրինակ նահանգներում հոգեբանի մասնագիտությունը doctorate level մասնագիտություն այսինքն դոկտորի աստիճանի մեզ մոտ ոնց որ տեխնացուի երաստիճանա չէ բակալավր մագիստրոս դոկտոր իսկ դա նշանակում է որ իրանք 10 տարի սովորում են եւ ոնց որ այդ երրորդ կտորը այդ PhD-ին կամ Ամերիկայում կա նաեւ մասնագիտական դոկտորանտուրա psychology doctor-ը կոչվում PsyD կամ PhD ասեն կլինիկական հոգեբանությունում կամ հենց միանգամից psychology doctor որտեղ հենց ոնց որ կլինիկականն է շեշտը այլ ոչ թե հետազոտող ես դու այնտեղ կան այդ ընթացքում միջև որ դու կստանաս դոկտորի աստիճան դու ոնց որ պարտադիր պայման նաև կլինիկական աշխատանքի ժամեր պետքա կուտակես այսինքն ինտերնատուրա կա ոնց որ բժիշկների մոտ մեզ մոտ այնպես էլ այնտեղ հոգեբանների մոտ կա ինտերնատուրա մինիմալ թվեր որ դու պետքա կլինիկական սեթինգում կլինիկական միջավայրում աշխատես բանի հետ կապված քո թերապիա անցկացնելու հետ կապված ժամեր խոսում էինք հոգեբաններին չդիմելու top 5 պատճառներից կուզենամ նաև մի պատճառը խոսեցին գաղտնիությունն է որ մարդիկ չեն վստահում որ իրենց ինֆորմացիան կմնա բայց դուք Պարզաբանեցիք թե ինչպես եք դա կարողանում ապահովել։ Ու մեծ մասը ասեմ որ մեծ մասը դա քիչ տոկոս կազմող մարդիկ են, շատ քիչ տոկոս։ Իսկ որոնք են մյուս պատճառները, որոնց պատճառով մարդիկ չեն դիմում հոգեբանի, այնինչ կարծում եմ մեր հասարակությունը գնալով այս post-տրավմատիկ շրջանում հատկապես շատ զգացվում է հոգեբանների հետ աշխատանքի կարիքը։ Նո այդ topping-ը ես պայմանական տենց ասեցի, բայց կարամ նշեմ, ինչ պատճառներ էլ կան, որոնք Կարծում եմ ձեր փորձառությունից եք ասում ստատիստիկայով, այո։ Ցավոք ինչ որ ստատիստիկա Հայաստանում չեմ հանդիպել, կարող ինչ որ հարցումներ կան, ես չեմ հանդիպել, ուրախ կլինեմ էլի ծանոթանալ դրանց։ Մյուս պատճառը ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ առաջին պրոստը այդ 5-ի մեջ դիտարկենք, դա всё-таки գումարայինն է։ Որտեվ ծառայությունները հոգեբանի թանկ են եւ հոգեբանի ծառայությունները շոշափելի չեն։ Երբ որ մենք գնում ենք ենթադրենք ինչ որ ծառայություններ ենք գնում, ասենք մեքենան տարանք սարքելու։ Դա շոշափելի է, տեսնում ենք ինչն են սարքել, ինչն են փոխարինել։ Նույնիսկ որոշ բժշկական ծառայություններ, գնում ենք բժշկի մոտ, ստուգում է, ձեռք տալիս, բան չափում է, սրսկում է, դեղանշանակում, դա էլ շոշափելի է։ Հոգեբանի ծառայությունները շոշափելի չեն։ Եվ թանկարժեն, եւ հաճախականությունը ավելին է, քան ուղակի բժշկի մոտ ինչ որ խնդրով բուժվելու դեպքում, Մյուս պատճառը դա է։ Մյուս պատճառը հատկապես վերջին ժամանակները արհեստական բանականությունն է։ Արհեստական բանականության այդ
վիճակագրությունը ChatGPT-ի մասով էր, այն Gemini-ի, Claude-ի ու այն Grok-ի մասով չեմ հանդիպել, բայց ինձ թվում է նույնը կլինի, ուղղակի ChatGPT-ն Հայաստանում բավական տարածված ամենուրա կիրառության մասով, դիմումների կեսից ավելին հոգեկան առողջությանն է վերաբերվում։ Մարդը որ բացում է, ինչ որ բան գրում է, հարցնում է, կեսից ավելին հոգեկան առողջությանն է վերաբերվում։ Սա էլ հիմա իհարկե ամբողջ աշխարհում մասնագիտական հանրությունը փորձում է կարգավորել դա ու շատ փոփոխություններ արդեն իսկ կան, հատկապես այն երկրներում, որտեղ հոգեբանական ծառայությունները օրենքի հետ շատ ուժեղ ոնց որ շատ ուժեղ ռեգուլյացիայի տակ են, օրենսդրական դաշտի, հա, ռեգուլյացիայի տակ են, որովհետև արհեստական բանականությունը շատ լավ գործիք է հոգեկրթության համար։ Ես ինքս շատ եմ իրեն օգտագործում, ինչ որ բան քննարկելու մասնագիտական, ինչ որ բան ասենք հիշում եմ, բայց չեմ հիշում որտեղ էր, ով էր ասել, ինքը օգնում է ինձ միանգամից։ Կամ ես Բայց դուք research-ի համար եք ստացվում է օգտագործում, ոչ թե խորհրդատվություն ստանալու, բայց մարդկանց մեծամասնությունը, այո, հա։ Խորհրդատվությունը իրականում, եթե դուք նկատեք, վերջին ամիսներին շատ բաներ փոխվել են։ Ժամանակին շատ ավելի ուղիղ բաներ էր ասում արհեստական բանականությունը։ Հիմա այդ ռեգուլյացիաների արդյունքում շատ բաներ փոխում են, շատ հարցերում ինքը սկսում է շատ անորոշ բաներ ասել կամ շատ ընթերական։ Արհեստական բանականությունը շատ լավ գործիք է հոգեկրթության համար, բայց ոչ խորհրդատվության կամ առավել եւս թերապիա, բայց համենայն դեպս ինչ որ չափով դա շատ մարդկանց հետ է պահում մասնագետի դիմելուց եւ հետաձգում է կամ էլ հետաձգում է մասնագետին դիմելը։ Եվ դա ավելի է ծանրացնում հետագայում։ Պարտադիր չի, երբեմն հակառակ, օրինակ շատ դեպքերում այցելուն գալիս է բավականին արդեն կողմնորոշված ու տեղեկացված իր խնդրից հենց արհեստական բանականության շնորհիվ։ Արհեստական բանականությունը չարիք չի, ինքը գործիք է, որը կարելի է օգտագործել ճիշտ։ Այստեղ նաև պատճառներից խոսեցինք, բայց կուզեմ անցնենք ձեր գրքերին, որովհետև այստեղ տագնապ հաջող գիրքը ներկայացրել եք նաև որպես ձեր անձնական փորձի հիման վրա հիմնված աշխատանք ու հետաքրքիր է տագնապը ձեր անձնական խնդիր երբ է դարձել կամ գուցե դրա հետ աշխատել սովորելուց հետո է գիրքը գրել ու հետաքրքիր է ձեր 9 գրքերից որն է ամենաանձնականը։ Իրականում տագնապ հաջողը դա 17 թվականին լույս տեսած գիրք է տագնապի ու տագնապային խանգարումների հաղթարման ոնց որ ուղեցույց է, ինքնօգնության ուղեցույց է, հետո այդ գրքի վրա 3 տարի ես աշխատել եմ հիմնվելով այցելուների ֆիդբեքների, բնականաբար իմ փորձի, գոլեգաներից ֆիդբեքների վրա ու ոնց որ ուզում էի իրան երկրորդ ոնց որ ոնց են ասում edition-ը, երկրորդ հրատարակությունը անեի, բայց ինքը այնքան փոխվեց, որ ես իրան առանձին տագնապամարիչ անունով այո, որտեղ ինքը շատ փոխվեց, ինքը համ հիմքը ոնց որ տագնապ հաջողն է, բայց այնքան փոխվեց, որ այլ գիրք դարձավ, ավելի 2 անգամ ծավալուն մոտավորապես, տագնապամարիչն է, հիմա տագնապ հաջող չկա, կարող եք տագնապամարիչ ձեռք բերել, բայց այն գիրքը էլ չկա, ուզենաք էլ չկա, չենք տպագրում, իմաստ չունի։ Անձնական չեմ կարող ասել, որ գիրքն է անձնական։ Ну, տագնապամարիչը, հա, այնտեղ ես նշել եմ, որ այնտեղ առանձին ոնց որ փոքր սնոսկաների նման տենց կա մի քիչ անձնական ինֆորմացիա, բայց ինքը իմ անձնական հաղթահարումը հիմքում ընկած չի։ Դա համենայն դեպս մասնագիտական փորձառության, գրականության, հետազոտահեն գրականության, ապացուցահեն մոտեցումների վրա հիմնված գիրք է։ Այնտեղ ուղղակի իմ փորձից օրինակներ կան մի քանի, որտեղ այդ նաև մարդկանց համար է շատ կարևոր, տագնապի պահով հենց հատկապես տագնապային խանգարումների, բայց քանի որ դա նաև ինձ էլ էր վերաբերվում այդ թեման, ինչու չնշել։ Ինչ վերաբերում է հենց ես ընթացքում էլ ասացի, որ հավանաբար ոնց որ բոլոր մարդիկ ինչ որ աքիլեսյան գարշապար ունեն, այսինքն ինչ որ մի սենսիտիվության կետ կամ թեմա, հիմա դա տագնապայնությունն է։ Ну գուցե պայմանավորված թե անձնական փորձառությամբ, վաղ տարիքի, թե ընտանեկան եւ ոչ միայն, որտեվ ամենայն դեպս իմ մանկությունն ժամանակներում անցել, երբ որ միջև 3-րդ դասարան սովետական միություններ, հետո դրա փլուզումներ, ֆինանսա-տնտեսական բարդ վիճակ, առաջին Արցախյան պատերազմ, լույս չկար, գազ չկար,
չեմ հիշում ջուր կար թե չէ, երևի կար, հա, սնունդը շատ սուղ էր, տենց պայմաններ, պլյուս նաև անձնական ընտանեկան վաղ տարիքի ինչ որ տենց բաներ, դրա համար ոնց որ ես մանկուց, հա, փոքր ժամանակվանից այդ էլ իմ ուղեկցող խնդիրն ա եղել, ու նույնիսկ ինչ որ պիրուտ հատկապես դեռահասության տարիքում վառ արտահայտված օբսեսիվ կոմպուլսիվ դրսևորումներ կային, էլի, այդ կպչուն մտքեր, կպչուն վարք, ու համենայն դեպս դրանց հաղթահարումը մեծամասամբ եղել է ինտուիտիվ, չեմ կարող ասել ինչի հիման վրա, երևի ինչ-որ բաների հակադրվելով, ես որտեվ փոքրուց ինձ մոտ կար հակադրություն մի տեսակ տենց ոչ տոլերանտ անհանդուրժողականություն իռացիոնալ բաների նկատմամբ։ Դա երևի գալիս էր երևի ընտանիքից, հա, որտեվ իմ հայրիկը շատ սնահավատ մարդ էր ու դա շատ արտահայտված էր, ես չէի կարողանում, ինձ դա զայրացնում էր, ջղայնացնում էր, հա, ասենք, ու ես անդադ դրա դեմ ընդվզում էի, երևի այդ հակադրությունից է ծնվել դա, ինչ որ պայծ սկսած շատ վաղ տարիքից, ну բնականաբար այդտեղ նաև իր մեծ դերակատարում ունեցել է գեղարվեստական գրականությունը, որը շատ էի կարդում հատկապես երկրորդ դասարանից սկսած, այդ անհանդուրժողականությունը իրացիոնալ վարքի, իրացիոնալ մտքի, հա, ոնց որ եղել է փոքր տարիքից, ու այդ ինձ օգնել է, որովհետև նույն տագնապային խանգարումների հաղթահարման, հատկապես օբսեսիվ կոմպուլսիվ խանգարման կոնտեքստում հենց ամենակարևոր գործիքներից մեկը վարքաբանական մոտեցման դա էքսպոզիցիան է կամ exposure therapy, որ գնում ես ընդառաջ քո վախերին, քո խուսափողականություններին, որոնք մեծ մասամբ բխում են հենց այդ իրացիոնալ պատկերացումներից։ Դրա համար միջև մասնակից դառնալը մեծապես ոնց որ հաղթահարված էր այդ խնդիրը, բայց ասեմ, որ կարող անձնային տագնապայության մասին ենք խոսում, բնականաբար հետագա տարիները, գիտելիքը, փորձը նույնպես օգնում են։ Հետո շատ բան այցելուներից էլ է սովորում։ Իսկ ընտանիքում ինչպես ընդունեցին հոգեբան դառնալու որոշումը։ Ինչ որ առանձնապես այդպես բան չկար, որտեվ ես այդ որոշումը կայացրել եմ բավականին հասուն տարիքում, զինվորական ծառայությունից հետո, դրա համար ոնց որ որևէ ինչ որ նկատի ունեմ, քանի որ ասացիք, որ ընտանիքում էլ խնդիրներ կային, այդ ընկալումը հոգեբան դառնալու ոնց չեմ հիշում որևէ ինչ որ խիստ դրական կամ խիստ բացասական հակազդում, արձագանք, չեմ հիշում, կարող է եղել են, կարող է միայն գիտակցական արտամղել է դա, չգիտեմ, գուցե եղել են եւ արտամղել է իմ ենթագիտակցությունը կամ անգիտակցական։ Բայց կուզենաք խնդրի մասին բարձրաձայնել, թե անձնական խնդիրը, որը ընտանեկան խնդիր էր։ Տենց բնականաբար ինչ որ շատ տենց սպეციფიկ բան չեմ կարող ասել, որովհետև երևի այդեն խնդիրներից էր, որը շատ ընտանիքներում կար։ Խոսքը վերաբերում է, ասենք, ընտանեկան վեճերին, ինչ որ կռիվներին, ծնողներիս եւ նաեւ որոշակի տենց ամենենք ոչ ճիշտ ծնողավարություն, հա, որը տենց որոշ դեպքերում բավականին տենց տրավմատիկ է եղել, դրա համար ինձ թվում է տենց շատ ընտանիքներում է դա եղել, տարբեր ձևով, տարբեր չափով, բայց համենայն դեպս դա չի ազատում իր հետևանքներից։ Իսկ կարդում են այսօր ձեր գրքերը ընտանիքի անդամները։ Երևի։ Нет пророка в отечестве своем համենայն դեպս։ Փաստորեն տագնապամարիչն է, որը որ ամենաանձնականն է ձեր փորձառության վրա հիմնված։ Ես կասեի երևի ամենաանձնականը իմ վերջին գիրքն է, այս պայդրությամբ, հա, ռացիոնալիստի օրագիրը։ Որի մասին ձեր սոցցանցերում բավականին ակտիվ պատմում եք։ Հա, պատմում եմ իհարկե, որ մարդիկ առնեն, կարդան։ Եվ օգտակար լինի։ Ես տենց շատ տարիներ առաջ մեկը տենց կոմենտ էր գրել, այս հոգեբանները այնքան որ տենց անում են, որ իրենց գրքերը վաճառեն, գրքերը իրենց վաճառվի։ Դե նորմալ է, ցանկացած մասնագիտության, մարդու նկատմամբ հետ կապված բացասական բաներ կան,
երկու պատճառով, որովհետև միշտ բոլորն էլ ունեն բացասական կողմեր կամ ունեին, հա, դες մարդ չկա, որ սխալներ չանի բացասական կողմեր չունենա, երկրորդն էլ ոնց որ միշտ շահերի բախումը բերում է որոշակի ընկալումների աղավաղման, հա, օրինաչափ է դա։ Համենը ասում եմ, որ իհարկե որ գիրքը վաճառվի։ Հիմա կարող ենք մենք գովազդել գիրքը։ Ռացիոնալիստի օրագիր այո։ Այո, գնեք, որ գրախանութներում կարող են ձեռք բերել։ Բուկինիստում է վաճառվում, բայց նաև մեր գրասենյակը առաքում էլ է կազմակերպում, եթե Բոլոր գրքերը հիմա վաճառքում են։ Ռացիոնալիստի օրագիրը, տագնապամարիչը, զայրույթի կառավարումը, հաղթիր առանց խաղալու, խաղամոլության հաղթահարման հետ կապված դրանք վաճառքում են։ Իսկ գրքերը գրում էիք ըստ այդ շրջանի մարդկանց դիմելիության, մարդկանց կամ մեր հասարակության խնդիրների, դրանք գնահատելով։ Ինչ որ չափով այո, ինչ որ չափով այո։ Իրականում գրքերը, որոնք որ ես գրել եմ, իրանք մեծամասամբ ծնվել են աշխատանքային անհրաժեշտությունից, քանի որ ես կոգնիտիվ վարքաբանական թերապիայի շրջանակներում եմ աշխատում, այնտեղ շատ են օգտագործվում, ինքը շատ ստրուկտուրավորված թերապիա է, որը իհարկե հարմարեցնում ես կոնկրետ այցելուին, բայց շատ ստրուկտուրավորված է ու կան շատ աշխատաթղթեր, ձևաթղթեր, վարժություններ, գործիքներ, որոնք սենցա պետք անել, հետո սենցա պետք անել, հետո սա, հետո քննարկել, հետո վերլուծել, հետո մտածել։ Ոնց որ այդ աշխատանքային նյութերի անհրաժեշտությունը բերեց գրքին։ Ու դա պատճառներից մեկն է։ Մյուսն էլ այն աշխատանքն էր, որը ես անում էի, որը հետո բարձվեց կոչվում է բլոգինգ, հա։ Ես 10 տարի իմ առաջին տեսանյութը, որ ես YouTube-ում վերբեռնել եմ, 10 տարի առաջ է եղել ու հիմա էլ որ փնտրեք տագնապ եւ տագնապային խանգարումներ, դրա մասին տեսաշար ունեմ 17 թվականին նկարած, տենց Lenovo թաբլետի ֆրոնտ կամերայով առանց կամերա բաների, այստենց միկրոֆոնների սիրուն թիթիզ, հա։ Դա անում էի ոնց որ իրազեկման ու հոգեկրթության համար, ու այնպես ստացվեց, որ հետո մտածեցի այդ նյութերը վերածել տեքստի։ Ոնց որ տենց զուգահեռ երկու process էր։ Աշխատանքային նյութերը, որոնք սարքում էի, տեղայնացնում էի, թարգմանում էի, ու այդ հոգեկրթության նյութերը, տեսանյութերը վերածեցի գրքի, տենց ծնվեց տագնապ հաջողը։ Բնականաբար երկար աշխատելով, իրան խմբագրելով, ստրուկտուրավորելով, տենց ծնվեց տագնապ հաջողը, որը հետո վերածվեց տագնապամարիչի։ Դրան զուգահեռ ոնց որ ամենաշատը տագնապային խանգարումներով են միշտ ինձ դիմել։ Երկրորդ ամենատարածված խնդիրը, որով դիմել են, դա խաղամոլությունն է եղել։ Այս գիրքը, որը հիմա կա վաճառքի, դա էլ իրանից առաջ երկու տարբեր վերսիաներ է ունեցել։ Դա երրորդն է ինքը, տենց կրիստալիզացված, հնարավորինս արդեն ավելի համապարփակ երևի համապարփակ, հա, որտեղ ծրագիրը ներկայացված է։ Ու տենց միշտ աշխատանքային նյութերի եւ հոգեկրթության եղած իմ արած աշխատանքի արդյունքում է ձևավորվել։ Ռացիոնալիստի օրագիրն էլ, ռացիոնալիստի օրագրի երևի մի 10-15%-ը իմ վերջին 1-2 տարվա հոգեկրթության ռիլերի եւ տեսանյութերի հիման վրա է։ Մի մասը դրա հիման վրա է, մի մասը իմ արած, բայց չհրապարակված աշխատանքների վրա, մի մասն էլ արդեն որ հենց նստել տենց այդ թեմայով գրել եմ։ So այս տեսանկյունից երևի ամենաանձնականը ռացիոնալիստի օրագիրն է, որովհետեւ այդ այն գիրքն է, որտեղ ամենաշատն է արտացոլված, ուղիղ կամ տենց քողարկված ձևով իմ մոտեցումը, իմ գիտական հայացքները, իմ մոտեցումը հոգեկան առողջության խնդիրներին, իմ պրեֆերենցիաները, ասենց ասեմ, հա, ոչ թե իմ հորինած ինչ որ բաներ, այն ինչն եմ ես նախընտրում, ճիշտ համարում գիտության մեջ, մոտեցման մեջ, հոգեբանության մեջ եւ այլն։ Կարելի է ասել, որ լինում են որոշ մտքեր, որ գուցե նախորդ գրքում, նախորդ տպագրված տարբերակում համաձայն չեք եղել, թե չկա նման տարբերակ։ Ուղղակի դա վերահրատարակվում է, ավելանում է ինֆորմացիան, ոչ թե պակասում։ Ասեմ, նախ լինում են ճշգրտումներ, որոնք ինձնից չեն կախված, այլ ոլորտից։ Օրինակ տագնապ հաջողում, տագնապի նեյրոկենսաբանությանը վերաբերող բաժինը միայն լիմբիկ համակարգի
լիմբիկ համակարգին վերաբերող պրեֆրոնտալ կորտեքսի հետ կապված, այդ իրանց փոխազդեցության մասին էր։ Տագնապաբանիչում նաև երկգործոն տեսության մասին էլ կա։ Այսինքն բաներ, որոնք ժամանակի ընթացքում գիտությունը բացահայտում է։ Հիմա ասենք կան բաներ, որոնք որ մոտակա տարիներին ես կուզենայի տագնապամարիչում ավելացնել, որտեղ նեյրոկենսաբանությունից նոր հետաքրքիր տվյալներ կան։ Կուզեի ավելացնել։ Մեկ դա է, որ նպաստում է։ Մյուսը բնականաբար իմ կարդացած գրքերի եւ աշխատանքի ընթացքում ունեցած ինսայթներն են։ Ես կատակով մեկ-մեկ ասում եմ, որ ես տանել չեմ կարողանում կարդալ մասնագիտական գրականություն, որովհետեւ մեկ էջ որ կարդում եմ, կես էջ ինչ որ նշումներ եմ անում։ Ոչ թե գրքից, այլ կարդում եմ, մտածում եմ դրա հետ կապված ինչ որ բան եմ նշում։ Ու ես ահա որ ինձ համար ծանր է, հետո է ցենց կուտակված այդ նշումները կոնցեպտուալիզացնել, մշակել, որը հետո ակամայից վերածվում է գրքի կամ տեղագտնում գրքի մեջ։ Դա համ մասնագիտական գրքերը, որ կարդում եմ տեղից դուրս բերած բաներն է, դա եւ երբ որ աշխատանքի ընթացքում այցելուի հետ աշխատելիս ինչ որ բանի մտքին էլ գալիս է, ես ինձ մոտ հետո նշում եմ, գրում եմ, հետո դրանք ինտեգրում եմ ինչ որ միտեղ, դա ինքը կարա գրքի մեջ ինտեգրվի, վերջին տարիներին սովորել եմ մի հատ տենց բան կա, խորամանկություն եմ անում, դրանք նախ վերածում եմ տեսանյութերի հոգեկրթության, ոնց որ համել կիսվում եմ, մարդիկ կան ում հետաքրքիր է, երբեմն կարան դրանք տենց մասնագիտական շատ բաներ ներառեն, ես դրանից չեմ խորշում, որտեվ գտնում եմ, որ բաներ կա, որ շատ պարզեցնելով կորում է իմաստը եւ սխալ կերպով են մարդիկ հասկանում դա, այդ էլ փսիխոլոգիզացիայի մյուս բացասական կողմը։ Ու նաև տենց փորձում եմ այդ կերպ պահպանել, հետո անդրադառնալ, դրա հետ աշխատել։ Շատ հետաքրքիր է մոտեցումը, ու քանի որ մենք նաև երեխաների տագնապներից խոսեցինք, երեխաների վախերից ու խոսեցինք սխալ ծնողավարությունից, մի քանի խորհուրդ կտակ ծնողներին, որովհետև մեր հասարակության մեջ դեռ ինչ որ զանգված կա, որը շատ դոգմաներով է մեծացնում երեխաներին։ Օրինակ, տղաներին չի կարելի լացել, չգիտեմ, աղջիկը պիտի այսպիսինը լինի եւ այլն եւ այլն։ Ու դա ժամանակի ընթացքում երեխաների մոտ տագնապայնություն է առաջացնում։ Բայց մի հատ նշում այստեղ շատ կարևոր, հա, disclaimer։ Ես երկար ժամանակ չափահասների հետ եմ աշխատում միայն։ Բացառիկ դեպքերում, հատկապես երբ որ հատուկ դիմում են եւ ուզում են, որ հենց անպայման ուզում են, որ ես օգնեմ իրանց, բացառիկ դեպքերում դեռահասների հետ։ Բայց ես չափահաս 18 տարին լրացած անձանց հետ եմ աշխատում, երկար տարիներ արդեն, միայն։ Դրա համար հարցս ծնողներին խորհրդի մասին է։ Հա, քանի որ ինքս էլ նաեւ ծնող եմ, բնականաբար ու մասնագետ եմ, համենայն դեպս նես չի որ ամբողջովին դատարկ է այդ մասով իմ մասնագիտական գլուխը, բայց համենայն դեպս ես շատ գնահատում եմ ու կարևորում եմ կոմպետենտության սահմանները պահելը։ Ես չեմ համարում ինձ կոմպետենտ հանրային տենց public խորհուրդներ տալու հիմա ծնողավարության մասով չեմ մասնագիտանում դրանում, կարամ կոմպետենտ չլինեմ, մասնավոր զրույցներում սիրով կարող եմ գուցե լիքը բաներ ասել, կամ թեկուզ անհատական թերապիայի կոնտեքստում ծնողավարությանը վերաբերող իհարկե աշխատանք կարող ենք տանել այցելուի հետ, տենց լինում է, բայց դա մի բան է, երբ որ դու չես ներկայանում այդտեղ չես հանդիսանում այդտեղ մասնագիտացած անձ ու հանրային ինչ որ խորհուրդ ես տալիս։ Ընդհանուր առմամբ կարող եմ ավելի հեշտ տարբերակ ասել։ Շատ գոլեգաներ ունեմ, ովքեր այդտեղ մասնագիտացած են ու հիանալի մասնագետներ են ու կարող են այդ հարցում օգնել։ Ես կուզեի ավելի շատ որպես, քանի որ տագնապայնությունը շատ ավելի մասնագիտական, խորը ուսումնասիրել եք, նաև Լեհաստանում եք կրթություն ստացել, այսինքն ոչ միայն հայկական, մասնագիտական ոլորտով եք սահմանափակվել, հետաքրքիր է ինձ, քանի որ մենք խոսեցինք, որ մարդկանց վախերը գալիս են մանկությունից, հետաքրքիր է գուցե ոչ թե խորհուրդ, այլ վերլուծություն գուցե, թե մարդը չափահաս մարդը, երբ որ իրեն վերլուծում է եւ տագնապային է, ինչպես գնա, հասկանա, իրեն փորփրի, ինքը իրեն ճանաչի նախ եւ առաջ եւ կարողանա ինքնուրույն աշխատել գուցե այդ տագնապների եւ վախերի հետ։ Նախ ուզում եմ ասել, որ այդ տարածված միտքը, որ մեր բոլոր վախերը գալիս են մանկությունից, դա այդպես չի։
Շատ բաներ ձևավորվում են մանկական տարիքում, պարզ է, որովհետև դա այն հատված ժամանակ տարածությունն է, որտեղ մենք երևույթների մեծ մասի հետ առաջին անգամ ենք առնչվում։ Դրա համար էլ ոնց որ գալիս են, հետո դա այն ժամանակ տարածությունն է, որտեղ մենք խոցելի ենք, ֆիզիկապես թույլ ենք, կայացած չենք, մեր քննադատական մտածողությունը ի վերջո զարգացած չի, պատկերացնում եք մեր քննադատական մտածողության համար մեծապես պատասխանատու գլխուղեղի առաջակատային հատվածը իր վերջնական ձևավորումը ավարտումը մոտավորապես 21-ից 25 տարեկանին մոտ։ Պարզ է, որ մենք խոցելի ենք բառիս լայն իմաստով։ Դրա համար իհարկե շատ բաներ ձևավորվում են։ Ու պլյուս այդ տարիքում է, որ մենք ամենաշատն ենք մեզ վրա կրում միջավայրային ազդեցությունները, որոնց մեծ մասը խորքային համոզմունքներ ձևավորող ազդեցություններ են։ Դրա համար ինչ վերաբերվում է հարցին, որ ինչ անեն, ոնց անեն մարդիկ, ես խորհուրդ կտամ փորձել կարդալ թեմայի հետ առնչություն ունեցող գրականություն։ Ինչ եմ հենց գրականություն ու կարդալ ասում, կարելի է հետևել նաև ոդքասթների, ես ինքս շատ սիրում եմ ոդքասթներ, 1-2 տենց ոնց որ ոդքասթ ունեմ, որ շատ սիրում եմ, միշտ լսում եմ իրանց, իհարկե կարելի է դրանք ուղղակի գիրքը այն է, ինչը միշտ ձեռքի տակ է, գիրքն է, ինչ կարելի է մտքին նորից վերադառնալ, նշումներ անել, ինչ որ բան դուրս գրել, հետո գիրքն է, ինչը ոնց որ տենց կարող ես դանդաղ ծանոթանալ իրան ու հեղինակին, մի հատ տեսնել հեղինակ ով է։ Մենք այսօր ունենք շատ առատ է այդ առումով, հա, ի տարբերություն նույն 80-90-ականների, ինչ գիրք ուզես ունենք, ինչ լեզվով ուզում ես։ Բայց շատ կա, երբ որ մարդիկ գրում են գիրք, ասենք, ինչպես հաղթահարել տագնապը, իրանց փորձից ելնելով, չլինելով մասնագետ, չունենալով խորքային գիտելիքներ ոլորտից, չպատկերացնելով հոգեկան առողջության առանձնահատկությունները, կոգնիտիվ պրոցեսների մեխանիզմները, պաթոլոգիզացիայի առանձնահատկությունները, լիքելի բաներ, տենց թիթիզ խուճուճ բառերով, հա, որ մենք տենց հատուկ կիրառում ենք, որ ցույց տանք մենակ մենք ենք այդտեղ կոմպետենտ կատակ եմ անում։ Մեր ռուսաց лезвի դասախոսը համալսարանում պարոն Բարիկյանը, ողջույններ իրան, եթե լսում է, ինքը ասում էր, вот вы специально такие слова употребляете, чтобы лапшу вешать на уши, ну կատակով էր իհարկե ինքը ասում, բայց տենց հիշեցի դա։ Ինչևէ, ես խորհուրդ եմ տալի ծանոթանալ, հեղինակն ով է, մասնագետա թե չէ, ինքը մասնագիտացած է դրանում թե չէ, սա իմիջիալոս նաև մասնագետ ընտրելիս մենք խոսեցինք դրա մասին, թե ոնց են ընտրում, շատ լավ է որ հետաքրքրվում են, բայց շատ կարևոր է հետաքրքրվել մասնագիտական ուղու կոմպետենտության, որովհետև կարևոր է կրթությունը, կարևոր է այդ մարդը ինչ աշխատանքներ է արել, ունի պարտադիր չի իհարկե ինքը հետազոտող լինի, բայց կարող է ունի, եթե ունի ինչ-որ հոդվածներ, արժի մի հատ կարդալ, ծանոթանալ լեքսիկոնին, լեզվին, պատկերացումներին գիտական, համենայն դեպս մարդիկ կան, ում համար կարևոր է, որ մասնագետը ապացուցահեն մեթոդներով աշխատի, գիտական գործիքակազմով աշխատի, հա, այլ ոչ թե ուղղակի վախեր գրի թղթի վրա, վառի, չգիտեմ, թափի, լցրա ինչ-որ բանի մեջ խմի, տենց դա աբսոլյուտ կապ չունի հոգեբանության հոգեթերապիայի հետ հատկապես։ Դրա համար կառաջարկեմ գրքեր երեխաների հետ կապված, հա, գուցե թող ինձ ներեն գոլեգաները, եթե ես չգիտեմ, ում աշխատանքներին որ ծանոթ չեմ, բայց օրինակ շատ հիանալի երկու գոլեգա ունեմ, մասնագետ, շատ կոմպետենտ, ովքեր ունեն գիրք կամ նվազագույնը գիրք կամ գրքեր այդ ոլորտից, ասենք Իրինա Խանամիրյանը ծնողավարության, երեխաների հետ աշխատանքի, Սոսեն Խաչիբաբյանը, որ ծնողավարության 100 փաստ ծնողավարության մասին, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում, թե 101 փաստ, հա, շատ լավ ուղեցույցներ, հենց ինքնօգնության, ծնողների համար, ես կառաջարկեմ ոնց որ ավելի շատ առաջնորդվել նմանատիպ գրքերով հասկանալու համար, թե սեփական, թե երեխաների խնդիրները եւ նաեւ ծնողավարության հետ կապված ինչ որ հարցեր։ Այսօրվա զրույցը այսպես բավականին տարբեր ոլորտներից ստացվեց։ Ես մեր զրույցի off record հատվածում էլ ասացի, որ հարցեր եմ շատ նախապատրաստում եւ ժամանակի մեջ չեմ տեղավորվում, բայց շատ հետաքրքիր էր։ Քանի որ Սևարգ է կոչվում թողարկումը, podcast-ը, ուզում եմ իմանալ ձեր վախերի մասին, ինչից է վախենում Արման Բեգոյանը։
Մակը գալում եք, որ ես ասելու եմ։ Միամտաբար ակնկալում եմ, որ կասեք։ Ինչ եմ վախենում։ Երբ դրանք շատ կան, այնպես չի որ մի հատ վախ ունեմ կամ ես այդպես հաղթահարած պրարաբոտնի եմ, որովհետև ես մասնագետ եմ, չէ, իհարկե, բայց երևի կասեմ, ինչ ասեմ, այնց բան ասեմ, որ տենց Կիրառելի չլինի, հա, հետո ձեր իմ դեմ դա չկիրառվի ոչ դատարանում, ոչ էլ դրանից դուրս։ Երևի վախ կարելի է երևի ինչ որտեղ վախ ասել, հա, վախերից մեկը երևի նա է, որ ես բավարար չռեալիզացնեմ իմ պոտենցիալը։ Փոքրուց հիշում եմ մի հատ ֆիլմ էր, չեմ կարող հիշեմ ինչ ֆիլմ էր, հա, եթե ինչ որ մեկը գիտի, այնքան կխնդրեմ մեկնաբանություններում, այո, ինչ կլինի։ Մի հատ տենց ֆիլմ էր, որտեղ հայրը որդուն ասում է, կներեք, էլի որ ռուսերեն ասում, տենց է տպավորը, տենց եմ հիշում, որ սխալ չթարգմանեմ, ասում YouTube-ում ենք կարելի է։ Հա, ինձ կներեք, տենց տարբեր լեզուներով բառերի համար։ Որ ասում է, и помни, сынок, самое, ոնց ասում, самое худшее или самое плохое в жизни это зря потраченный талант։ Երևի ոնց որ շատ հուզիչ է, ես հիմա հիշում եմ, այդ տենց մի քիչ հուզվում եմ այդ թեման, ինձ համար միշտ ակտուալ է եղել։ Ու նաև իմ երեխաների ոնց որ դասերակցության մեջ էլ այդ ինձ համար շատ սենզիտիվ թեմա է, որ ես հնարավորինս ապահովեմ տարածք միջավայր, որտեղ իրանց չեմ ասում, որ անպայման իրանք ինչ որ թույն տենց դեմքեր դառնան համաշխարհային, նո, իրանք իրանց պոտենցիալը ռեալիզացնեն։ Ինչքան որ է, այսքան է, նպաստեմ այդքանը ռեալիզացնեն։ Երևի նույնն էլ իմ մասով։ Տենց ոնց որ իմ վախը, որ մաքսիմում չռեալիզացվեմ։ Դա միայն մասնագիտականը չի, դա նաև սոցիալական դերերի մասով է, որպես հայր, ծնող, չգիտեմ, մասնագետ, ընկեր, իմ հոբիների հետաքրքրությունների մասով գուցե նաև։ Հետաքրքիր էր մոտեցումը, իսկ ունեք իրացիոնալ վախեր, ֆոբիաներ։ Իրացիոնալ վախեր, այսինքն որ sense կարողանամ Դե ֆոբիաներն էլ են, չէ՞, համարվում։ Իրացիոնալ վախերից ռեակցիաներ ունեմ, ու տենց ես ժամանակ առ ժամանակ ոնց որ մտածում եմ դրանց մասին, իսկ ես գիտեմ աղբյուրը որտեղ է, բայց ես տանել չեմ կարողանում, երբ որ sense keep ես երբեմն բաներ կապում եմ, փողկապներ, բայց մեկ լինում է շատ տենց ֆոբիկ ռեակցիա իմ մոտ, տենց ուզում եմ փախնեմ։ Շատ եմ սիրում փողկապներ, բայց քիչ եմ կապում հենց դրա պատճառով։ Այնպես որ ձեզ չենք տեսնի փողկապով երևի շատ հաճախ։ Չէ, սիրում եմ, մեկ տենց ինձ հաղթահարում եմ, էքսպոզիցիա եմ անում։ Դեմ եք գնում վախերին։ Ֆոբիկ ռեակցիաներին փորձում եմ դեմ գնալ։ Ինչի համար հարցրի, որովհետև մեր բոլոր հյուրերին խնդրում ենք աչքերը փակել եւ գուշակել, թե ինչ է սևարկղում։ Մենք մի փոքր այս անգամ բարթացրել ենք առաջադրանքը ձեզ համար, պիտի գուշակեք, թե ինչ է, եւ եթե գուշակում եք, նվերեք ստանում մեր գործընկեր։ Եթե չեմ գուշակում, չեմ ստանում։ Դա կտեսնենք։ Դա գերեվա։ Եվ մենք նվեր ունենք մեր գործընկեր Talking Candles-ի կողմից, մոմեր եւ արոմա պրոդուկտներ արտադրող բրենդը արդեն 5 տարի է գործում է եւ արտադրվում է Հայաստանում, էկոլոգիապես մաքուր մոմեր են, պատրաստում են նաեւ դասընթացներ մոմեր պատրաստելու եւ կարելի է այդպես մեդիտացիոն դասընթացների նման։ Ինձ հետաքրքիր կլինի, որտեվ ես 90-ականներին հիշում եմ, սիրում էի փոքր էի, սիրում դեռ լույս չկար, բան չկար, տենց մոմերը որ հալվում էին, ես հետո այդ մոմերից նորից մոմ էի սարքում, սիրում էի։ Իդեպ էլի միլենիալ հյուր ենք ունեցել, որ հենց նույնի մասին պատմել է, այո, Ռեմ Դարփինյանը։ Ես մենակ չեմ։ Եվ պիտի խնդրեմ փակենք աչքերը, այս ուզում եք իմ սանրվածքը անպայման քանդել, հա։ Դե կարող ենք վստահել, որ չեք նայի։ Ես ազնիվ խոսք։ Փակեք աչքերը։ Ահա, փորձում ենք գուշակել, թե ինչ է արկղի մեջ։ Կարող եք ձեռքը մոտեցնել։ Շոշափել ներսում։ Շաքարաբաց։ Չէ։ Մի հուշում կարող եմ անեմ, շատ բլոգերներ, այս նյութ ասեմ, լավ նյութի մասին, շատ ռիլեր են նկարում հումորային։ Երևի հանձնվեմ, ցավոք շատ ռիլեր չեմ նայում։ Լավ, չիա է,
Ինքը փոքր աչքերը փակ մի քանի հոգու հետ փորձարկել ենք, նմանեցնում են մանր կենթանու, դրա համար մտածեցինք, որ գուցե ինչ-որ իմաստով վախեցնի, նախ փորձարկումներ ենք անում տարբեր մարդկանց հետ։ Չէ, չվախեցին, ինձ թվում շաքարավազ է։ Շատ ավելի լավ։ Եվ քանի որ չգուշակեցիք, բայց եւ այդուհանդերձ, քանի որ մեր գործընկեր Talking Candles-ը սիրում է մեր բոլոր հյուրերին, նվիրում եմ ձեզ Talking Candles-ի մոմերը եւ հուսով եմ դուր կգա։ Այդպես։ Որպես ամփոփում կարող ենք մեր եւ գրքային եւ վախային այս զրույցը ամփոփել, բայց հիշեցնելով նաեւ մեր հետևորդներին, քանի որ մենք հայտարարել էինք մեր Instagram-յան էջում, որ կարող եք ձեր վախերի մասին հարցեր ուղղել եւ մենք մասնագետի հետ կփորձենք վերլուծել այդ հարցերը, մեր հաջորդ թողարկմանը արդեն կխոսենք միայն այդ հարցերից, բայց կուզեմ ամփոփիչ մի խոսք ունենանք այս թողարկման հետ կապված։ Ես շատ վատ եմ երկու բանից, ամփոփիչ խոսքերից ու կենացներից։ Դրա համար ուղղակի կասեմ, որ ինձ շատ ուրախացնում է հետաքրությունը հոգեբանության գիտության նկատմամբ, որը գնալով ավելանում է, ինձ շատ ուրախացնում է, որ տարբեր մարդիկ, բլոգերներ, հոգեկան առողջության հետ կապված տարբեր թեմաներից իրազեկող ռիլեր են նկարում, ինչ որ բարձրաձայնում են խնդիրներ, այդ իսկապես շատ կարևոր է, իրանք շատ կարևոր գործ են անում եւ դրան զուգահեռ շատ կհորդորեմ, որպեսզի մարդիկ ընտրողաբար մոտենան ինֆորմացիային։ Այսօր կային ինչը չունեին 80-ականների 90-ականների սերունդը, ինֆորմացիա, հասանելիություն, գրքերից սկսած մինչև հաղորդումներ եւ ուղակի ինտերվյուներ, փոդքասթներ, դա հիանալի է, հրաշալի է։ Ես երբեք դրա մեջ վատ բան չեմ տեսել ու չեմ տեսնի։ Բայց դա կարող խնդիր դառնա, եթե մենք քննադատաբար չենք մոտենում ինֆորմացիային։ Հորդորում եմ պարզապես ցանկացած տեղեկատվություն, ինֆորմացիա, որը հատկապես հետևում եք ռեգուլար, լսում եք, կարդում եք, փորձեք քննադատաբար մոտենալ դրան, քննադատաբար նկատի չունեմ փնովել, նկատի ունեմ այդ critical thinking իմաստով, մոտենալ դրան, փորձելով փնտրել, հարցնել, ինչ հիմքեր կան այդպես մտածելու, որոնք են դրա հակապաստարկները, որոնք են այս տվյալների աղբյուրները, իսկ այս մարդը որ խոսում է դրա մասին, ինքը ով է, որքանով կարելի է վստահել իրան, ոչ թե որ ինքը անպայման խաբում է, կարող ինքը ինչ-որ բանում ինքը ուղղակի նույնիսկ մասնագետներ կան, ովքեր շատ հարցերում սխալվում են։ Դրա համար այդ սա կասեի։ Շատ օգտակար խորհուրդ է, որովհետև հատկապես մեր հասարակությունում այսօր այդ քննադատական մտածելակերպի կարիքը իսկապես կա։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար եւ նորից սպասում ենք այս տաղավարում ձեզ։ Դե ինչ, մենք զրուցում էինք հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ, իսկ դուք մեզ կարող եք սպասել արդեն մեր հաջորդ թողարկմանը, որտեղ կպատասխանենք ձեր իսկ հարցերին։